Իսկ դուք լսել եք Լավաշի լեգենդի մասին։ Ոնց չէ, ախր շատ հետաքրքիր է։ Ըստ ավանդույթի հին Հայաստանում Արամ անունով արքա է եղել, ով ինչ որ կռվի ժամանակ գերի անկնում ասորիներին։ Այս ասորիների տիրակալը Արամին ասում է, որ պետք է 10 օր սոված մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ իր հետ մրցի, եւ եթե հաղթի նրան ազատ կարձակեն։ Այս շուստրի Արամը պահանջում է, որ Հայաստանից բերեն իր ամենագեղեցիկ վահանը։ Հայերն էլ վահանի մեջ լավաշ են դնում, ուղարկում են։ Չմոռանաս լայքս դիր լայքս։ Արամին բերում են իր զրահը, բայց նա ասում է, որ սա չի իր ամենագեղեցիկ վահանը, ու պահանջում է, որ նորից տանեն փոխեն մյուսը բերեն։ Ու տենց 10 օր շարունակ ասորի զինվորները գնում, գալիս էին, առանց իմանալու, որ վահանի մեջ դրած լավաշ էին բերում արքային։ 11-րդ օրը Արամն ու տիրակալը իրար հետ մրցում են, ու հայկական հացի շնորհիվ մեր արքան հաղթում է մրցույթում եւ վերադառնում է հայրենիք։ Բա որ ասում եմ հետաքրքիր է, չեք հավատում։ Իսկ դուք կոմենտներում գրեք, թե որ լեգենդի մասին նկարենք հաջորդ անգամ։